տպավորություններ ունեք դատարանի Չգիտեմ, ես չեմ կարող չլինել լավատես, ես հույս ունեմ, որ Հայաստանը ազատ ժողովրդավարական երկիր է եւ այստեղ կա արդարադատություն եւ եթե դա ամեն ինչը այդպես է, ես համոզված եմ, որ պետքա բողոքը բավարարվի եւ Լիզան ազատության մեջ լինի, որովհետեւ ընդհանրապես այս ամեն ինչը ինձ համար ակնհայտ է, որ բազմաթիվ ֆակտորներ են եղել եւ այս ամեն ինչը նրա հետևանքա, որ ժամանակին, եթե հիշում եք, ոստիկանությունը մի քանի անգամ ակումբներ մտավ, պոլիգրաֆ ակումբը մտավ, ես դրա մասին գրել եմ սոցիալական ցանցերում բավական մեծ արձագանք եղավ, հետո նույնը տեղի ունեցավ բան ակումբում, բայց քանի որ բան ակումբի հիմնական եւ աշխատողները եւ հյուրերը հիմնականում միգրանտներ են, նրանք վախեցան հանրային, այսպես ասած, աջակցության համար դիմել եւ դրա արդյունքը եղավ, որ բազմաթիվ մարդկանց իրավունքները խախտվեցին եւ հիմա այս ամեն ինչի վերջին, այսպես ասած, հատվածը Լիզայի պատմությունն է։ Ես հույս ունեմ, որ կուղղվի այդ ամեն ինչը եւ Լիզան ազատության մեջ կլինի։ Մի բան կարող եմ ասել, որ պետք է հնարավորինս շատ ուշադրություն լինի հարաբերած դատական process-ներին եւ հատկապես այն դատական process-ներին, որտեղ մեղադրյալները խոսելի խմբերի ներկայացուցիչներ են։ Հիմա այս դեպքում մեղադրյալը կին է, միգրանտ է, մեղադրանքը կապված է թմրանյութերի հետ, իսկ մեր հասարակության մեջ ընդհանրապես թմրանյութերի հետ կապված ցանկացած գործ ընկալվում է շատ այսպես տեսակցած էմոցիոնալ եւ թմրամիջոց օգտագործողները պես շատ բացասական կերպար ունեն մեր հասարակության մեջ շատ դրա համար մեծ ուշադրություն է պետք եւ ես կոչ կանեի բոլոր իրավապաշտպաններին, լրագրողներին, բոլորին մեծ ուշադրություն դարձնել այս գործին, որովհետեւ ես ուզում եմ նաև մենք հիշենք, որ Լիզան եկել է Հայաստան, որտեղ չի ուզեցել ապրել բռնապետական երկրում։ Հա, Ռուսաստանից եկել է, չնայած կարող է մնալ, բայց եկել է Հայաստան եւ այստեղ ապրում է, փորձում է ինտեգրվել, հայերեն է սովորում, արվեստով է զբաղվում եւ այլն եւ այլն։ Հիմա եթե այս մարդուն 3 տարով կամ 6 տարով դատապարտենք անազատության, ինձ թվում է դա շատ մեծ այսպես խնդիր կլինի ինձ համար որպես Հայաստանի քաղաքացու։ Դուք գիտեք, թե իմ անունը չէ, եւ գիտեք, թե ինչի համար են ինձ դատում, բայց ոչինչ չգիտեք այն մասին, թե ով եմ ես։ Այնուհետև նա ընդունվել եմ արվեստի պատմության դասընթացների եւ դրանից հետո մագիստրատուրա եւ ուսումնասիրել եմ մարտաբանություն եւ մշակութային Ես կարծեմ սա 3-րդ կամ 4-րդ դատական նիստն է, որին արդեն ներկա եմ գտնվում որպես Լիզի ընկեր եւ այս անգամ շատ չէ, բայց նախորդ անգամներին հատկապես շատ ագրեսիվ դատական նիստեր են եղել որտեղ ոչ միայն Լիզային թույլ չէին տալիս խոսել եւ որևէ բան արտահայտել, երբ որ ինքնադատվելու 6 տարով, եթե որոշումը կայացվի, այլ նաեւ բավականին ագրեսիվ էր վերաբերմունքը, ինչը երևի հաշվի առնելով, որ թմրանյութերի հետ է կապված, հաշվի առնելով այն, որ ինքը ռուս է, ու ինձ թվում է մեր հանրությունում շատ խնդիրներ կան ռուսների հետ, երևի արդարացվում է, բայց երբ որ հաշվի ես առնում, որ դատական համակարգի մասին է խոսքը, որ պետքա արդար որոշում կայացնի, շատ տխուր էր իրավիճակը։ Ու երևի ես կուզեմ ավելացնել այն, որ միշտ բաց է թողնվում, որ ինքը օքեյ ինչ որ ժամանակ արդեն դատապարտվել է եւ գտնվել է հենց բանտում, բայց դրանից դուրս իր կյանքը բանտից շատ տարբեր չի։ Ես փաստաբան չեմ, ոչ էլ որպես լրագրող եմ խոսում, ես խոսում եմ որպես Լիզի ընկեր, շատ լպիրշ է եւ հատկապես դատախազի պահվածքը, որ անընդհատ TikTok-ում է հավանաբար եւ հեռախոսից գլուխը չի բարձրացնում ու անընդհատ ինչ որ շատ սենց հարցակողական վերաբերմունք էր դրսևորում մինչեւ այսօրվա դատը, հա, նախորդ դատերի ընթացքում ես չեմ կարողանում հասկանալ, որտեղ անուշադրություն կա նրան թե ինչ է Լիզա ասում, անուշադրություն կա նրան թե ինչ է ասում իրավապաշտպանը Լիզի եւ ես չեմ պատկերացնում նման անուշադրության եւ հեգնանքով վերաբերմունքի հիման վրա ոնց է հնարավոր որոշում կայացնել։ В тюрьму меня собирали дважды. Второй раз по жалобе прокуроров начали просто на основании того, что я все еще представляю какую-то опасность. Ինձ երկու անգամ բանտ են տարել, երկրորդ անգամ դատախազի բողոքով ես գիշերին Ես ստիպված եմ ընդհատել այդ բացերը ըստ էության։ Ես էլի եմ հասկանում, որ ցանկանում եմ իրանց ներկայացնել, բայց հավաքական եւ ըստ էության բողոքն է ձեր իշխանին։ Այդ դրա շուրջ ձեր հարցերը կառուցեք։ Արգելություն եւ անհատական ապօրինները բաղադրող կամ չգիտեմ, հավաշմունքային կոմպանիաների
մնացած բոլոր էմոցիաները, այսի ասmalmanlarını ներկայացնում եք, դա անհապաղ չի դատական պրոցես։ Моя позиция остается прежней. Я признаю свою ошибку, я хотела употребить наркотик, я попросила меня угостить. Что значит, на языке закона приобрела его для себя. Իմ դիրքորոշումը մնում է նույնը, ես ընդունում եմ իմ սպալը, ես ուզում էի թույլատվելու գործել, ես կամտեցի, որպեսզի ինձ հյուրասիրեն դա, ինչը իրավական առումով նշանակում է, որ ես ձեռք եմ բերել դա ինքս ինձ համար։ Я обращаюсь к апелляционному суду с просьбой пересмотреть квалификацию на ту, которая реально соответствует деяниям. Ես ընդունում եմ վերաբերյալ դատարանին վերանայել որոշումը եւ վերավորակել այն, որը իրականում համապատասխանում է А именно на хранение 0,47 вещества без цели распространения для личного употребления, таким образом восстановить справедливость и снять с меня клеймо, которое я не заслужила. Կոնկրետ 0.47 գրամ թմրանյութի պահպանում առանց անձնական օգտագործման համար, առանց տարածելու մտադրության, այսպիսով վերականգնելով արդարությունը 3 տարի մոտավորապես տևում է դատական process-ը ու երկու կողմերը բացահայտ գտնվում են ոչ հավասար պայմաններում։ Դատանը բացահայտ կողմնակալ վերաբերմունք է ցույց տալիս մեղադրական կողմին ու ամեն ինչ անում է որպեսզի ցույց տա, որ ինքը անկողմնակալ որոշում է կայացնում, ոնց որ առաջի ատյային դատարանում տեղի ունեցավ, բայց փաստերը ցույց են տալիս, որ բոլոր բերված ապացույցները պաշտպանական կողմի ուղղակի աշխատող են արվում, մեղադրական կողմի բոլոր ոչ իրենց կողմից բերված փաստարկները իրականում չեն եղել փաստեր, այլ եղել են իրենց կարծիք ավելի շատ։ Այդ կարծիքների հիման վրա իրենք օգտագործել են որպես դա փաստ ու կարելի է ասել, որ մեղադրական կողմը նույնիսկ որևէ աշխատանք չի կատարել այս ընթացքում, այլ հիմնվել է նախաքննական այդ մեղադրական որոշումը, որ ստեղծվել է, դրա հիման վրա շարունակել է ամբողջ դատական գործ։ Բոլոր վկանները, որ հարցաքննվել են, բացի երկու ոստիկաններից, բոլորը ասել են, որ Լիզայի անմեղության մասն է խոսքը գնացել այդ վկանների կողմից, հա, հարցաքննման ժամանակ։ Իսկ երկու ոստիկանների հարցաքննումը բացահայտ ցուցադրվել, որ իրենք որևէ բան չեն տեսել։ Բացի դրանից իրենց գործողությունները անօրինական են եղել ձերբակալման ժամանակ, երբ Լիզային ձերբակալել են հարցաքննել դատարանում են երկու ոստիկան ինչ են ասել Լիզայի դեմ են խոսացել, բայց ավելի շատ դատարանի միջոցով դատավորը փորձում էր իրենց ուղղորդել բացահայտ։ Առաջի այցանում այդ ամեն ինչ տեղի ունեցել, իրենց փորձում էր ուղղորդել, որպեսզի իրենք կարողանան ավելի մեղադրական ու բացահայտ Լիզայի դեմ ուղղորդված ինչ-որ խոսքեր ասել։ 5 րոպե առաջ դատարանը տեղեկացավ դատախազության վերաբերյալ Ուղղակի հայտարարենք դեպքում դատարանի աշխատակազմի միջոցով փորձենք դատախազի երկու համաձայնեցնել, որպեսզի հաջորդ դատական նիստը ստեղծան լավ շնորհեր ու